Բարի լույս ձեզ հարգելի հայրենակիցներ, եկել եմ դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկ, քանի որ գիշերը ահազանգ էի ստացել, բարի մարդիկ ինձ տեղեկացրեցին, որ պարոն Սամվելյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է եւ նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են սկզբից Էրեբունի հիվանդանոց, բարև ձեզ, եւ դրանից հետո նոր տեղափոխել են, քանի որ այնտեղ հնարավորություն չեն ունեցել հոսպիտալացնելու, տեղափոխել են Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, որտեղ կատարել են որոշակի բժշկական միջամտություն, ես չգիտեմ ինչ միջամտություն է տեղի ունեցել, բայց համենայն դեպս դրանից հետո մի քանի ժամ պահել են այնտեղ եւ ելի նորից տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց։ Նոր ես իրեն հանդիպեցի, պարզվեց, որ երեք շատ վատ վիճակում է գտնվել, գլխապտույտ, գրեթե ուշագնացություն, որից հետո չափել են ճնշումը, պարզվել է, որ 220-120 ինչ-որ այսպիսին են եղել տվյալը, հետո հրավիրել են շտապօգնություն, շտապօգնությունը արագորեն տեղափոխել է հիվանդանոց, ասել է միանշանակ պետք է տեղափոխել, բայց բազմաթիվ ինչ-որ դեղորայքային ներարկումներ են արել, ինչ-որ դեղեր են տվել, որը նա օգտագործել է, որի հիման վրա որոշ չափով վիճակը կայունացել է, բայց ակնհայտ է, որ այս մարդը կարիք ունի հեմոդիալիզի, բայց այդ բուժօգնությունը փաստացի արդեն օրեր շարունակ, որ պարտադիր պետք է տրամադրեին, չեն տրամադրում, այսինքն ակնհայտ է, որ պետությունը իդեմս համապատասխան կառույցների լծվել է Ստեփան Սամվելյանի սպանության գործին, սա ակնհայտ է արդեն հնարավոր չէ դա թաքցնել, բայց սրա հետևում կանգնած են նաև պատվիրատուներ, ովքեր որ երեք եկել էին դատարան եւ իրենց վարքով եւ բարքերով, այսինքն իրենց այդ ծաղրով, ծիծաղով եւ այլով ընդհակառակը պնդում էին, որ պետք է պարոն Սամվելյանը շարունակի չստանալ հեմոդիալիզի բուժումը եւ նույնիսկ դատախազներ միջնորդում, որ պետք չէ կալանքից ազատել, այլ պետք է պահել եւ սպանել մարդուն։ Այսինքն այս մարդիկ ունենալով այդ բոլոր փաստաթղթերը ազատ արձակելու Ստեփան Սամվելյանին, ընդհակառակը լծվել են այն գործին, որպեսզի նրան սպանեն։ Սա ակնհայտ է եւ այս ակնհայտ, այսինքն սպանություն կատարողները շարունակում են մնալ անպատիժ, դուք պատկերացնում եք մարդուն բերեն հասցնեն 4-րդ աստիճանի երիկամային անբավարարությունը դիալիզի արդեն փուլին, բայց այդ դիալիզն չտան, այսինքն այնպես անեն, որպեսզի մարդը այստեղ վախճանվի, այսինքն եւ համատարած է սա, բերում են այստեղ այնպիսի հիվանդների, որ մարդիկ պետք է մահանան, բայց նրանց բաց չեն թողում, այսինքն նշանակում են այդ պրոցեդուրալ վարչական գործառույթներ են իրականացնում, ինչպես արեց երեք դատավորը, որոշում կայացրեց, պատկերացրեք ես օգոստոսի սկզբից միջնորդություն եմ ներկայացրել, որ Ստեփան Սամվելյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է կալանքի ընթացքում, պետք է նշանակել փորձաքննություն, պետք է այս բժշկական փաստաթղթերի հիման վրա նրան ազատ արձակել, պարզվում է, որ դատավորը նոր երեք այդ որոշումը կայացրեց, որ հարցում անի դատապարտյալների հիվանդանոց, տեսնի, արդյոք այդ մարդու դիալիզի հիվանդը մինչդեռ այդ փաստաթղթերը իր ձեռքի տակ են, եւ նաեւ նշանակի փորձաքննություն, համատեղելի է կալանքը այս հիվանդության հետ, թե ոչ։ Այսինքն այսպիսի անմարդկային վերաբերմունք համատարած բոլոր կառույցների կողմից, այդ թվում նաև դատավորի, այդ թվում նաև դատախազի, գլխավոր դատախազի, այդ թվում նաև մարդու իրավունքների պաշտպանի, ով ինձ գրեց, որ իր տիրույթում չի գտնվում այս գործը, քանի որ գործը գտնվում է դատարանում, Տիկին Մանասյան, այս հիմնարկը հնարավորություն չունի մարդուն դիալիզ տրամադրելու։ Այս հիմնարկի լիցենզիայի մեջ դուք չունեք ոչ նեֆրոլոգ, ոչ կարդիոլոգ, ոչ էնդոկրինոլոգ, մինչդեռ պարոն Սամվելյանի հիվանդությունները բազմաթիվ են եւ այս հիվանդությունների պատճառով այս մարդը այստեղ չի կարող գտնվել։ Այդ լիցենզիան, որը տրամադրվել է այս հաստատությանը,
այդ բուժծառայությունները չի մատուցում։ Այսինքն առողջապահության նախարարությունը տվել է լիցենզիա ուղղակի պոլիկլինիկական ինչ-որ գործառույթներ իրականացնելու այս կազմակերպությանը, բայց այդտեղ պահում եք ծանր դիալիզի ենթակա հիվանդին։ Այսինքն դուք սպանում եք այս մարդուն, դուք էլ լծվել եք այս գործին, ես արդեն իսկ բողոքներ եմ պատրաստում եմ այն զեկույցը, որը տրամադրելու եմ CPT-ին հատկապես ձեր գործառույթների վերաբերյալ։ Այսինքն դուք այսօր գիշերը հանգիստ քնել եք, բայց ես գիշերը հանգիստ չպետք է քնեի, ես Սամվելյանը պետք է հայտնվեր նորից պտույտ կատարել Երևանի հիվանդանոցներում եւ հետո բերեիք էլի նույն կերպ շպրտեիք այստեղ։ Ես շուտապույտ բոլորի ուշադրությունը ուղղակի հրավիրում եմ այս դեպքի հետ կապված, դուք պատկերացնում եք մարդուն վիրահատել են, տեղադրել են ֆիստուլա, ով որ գիտի այս հիվանդության հետ կապված մանրամասնությունները եւ ցավը այս հիվանդության, նրանք կհասկանան, որ եթե դուք բա ինչի եք տեղադրել, ինչի եք արել այդ վիրահատությունը եւ տեղադրել եք այդ իմպլանտ սարք ֆիստուլան, որպեսզի մարդուն տրամադրեք դիալիզ, բայց ինչու չեք տրամադրում։ Այն էլ բժիշկը ինձ ասեց Սամվելյանը, որ ասել է, որ իրեն անհրաժեշտ է օրը մեջ անցկացնել այդ դիալիզը, բայց չեն անում այս մարդուն, չեն անում, երեք այս մարդը վատացել է, էլի վատացել է, տարել են, պտտացրել են, ասել են չէ, սուր ինֆարկտային վիճակից մենք հանել ենք, դեղորայքային այս տրամադրված միջամտության հետևանքով դու արդեն լավ ես, հիմա գնա այնտեղ էլի սպասի, մինչև կհասնի քո մահը։ Այսպիսի վիճակի մեջ ենք մենք հայտնվել։ Այսքանը հիմա գնամ, տեսնեմ էլ ինչ պետք է անեմ եւ այս բոլոր կեղծիքների դեմ վաղը մյուս օր պատժի են ենթարկվելու բոլոր այն մարդիկ, ովքեր այս կեղծիքի մեջ ներգրաված են, ովքեր ցուցաբերել են անգործություն, ովքեր պատրաստել են կեղծ ինչ-որ տվյալներ, ովքեր կեղծիքով այս գործը կարել են պարոն Սամվելյանի նկատմամբ, սա բուն գործի մասին, իսկ առողջական վիճակի հետ մասին ես նորից եմ ասում, որ այս առողջական վիճակի հետ կապված, ովքեր որ կեղծում են, ովքեր կեղծիքներ են ուղարկում մարդու իրավունքների եվրոպական դատարան, որ Սամվելյանին պահում են 5 աստղանի հյուրանոցում, այսինքն այս դատապարտյալների հիվանդանոց, որ կոչվածը, որ պետք ենթակա է փակման կառավարության որոշման եւ CPT-ի նաեւ զեկույցներով, այս սա իրանց համար կոչվում է 5 աստղանի հյուրանոց, 5 աստղանի հյուրանոցում, այսինքն հիվանդանոց 5 աստղանի հյուրանոցում չկա դիալիզի հնարավորություններ, բայց չկա նաև այլ հնարավորություններ, մարդը վատացել է, գիշերը տարել են 2 հիվանդանոց, Էրեբունին չի կարողացել ընդունել, որովհետև չի ունեցել տեղ, տարել են Գրիգոր Լուսավորիչ, հետո էլի, քանի որ տեղ չեն ունեցել, որտեղ թանկ է բուժումը նման հիվանդի, բերել էլի շպրտել են այստեղ, կներեք, որ այս բառն եմ օգտագործում, բայց իրականում այսպես է իրավիճակը։